Հիմա իջնում ենք այգի, որտեղ կարող ենք նաև այս պահին հանդիպել արջերի։ Այս պահին այնտեղ կարծում եք արջեր Միգուցե, կան։ կարող են նաև հանդիպել։ Մարգարիտա Ավետիսյանի այգում այս անգամ արջ չկար, բայց կենդանուն հանդիպելու հավանականությունը աբսուրդի ժանրից չէ։ Օրեր առաջ հենց այստեղ են գյուղացիները արջ տեսել ու նկարել։ Հիմա մեր այգում են գտնվում, ինչպես նշեցի, մի քանի օր առաջ արջ չի եղել։ Մեր այգում հենց այստեղ ենք տեսել արջի։ Մեծեր արջ է այստեղ։ Չէ, երևի քոթոտ կլիներ։ Ինչ արեցիք, որ գնաց, ուղղակի չմոտեցաք։ Չմոտեցանք, հավաքվել էին գյուղացիները, նայում էին, նկարում էին արջին։ Արջերն էլ, երբ որ տեսնում են մարդկանց, երևի ինձ թվում է վտանգ չեն զգում իրենք, որովհետև հասարսուր կերպով չեն փախչում։ Հանգիստ իրենց համար կարող են նայել քեզ, րոպեներով նայել, հետո թողնել ու հեռանալ։ Մարգարիտան կարծում է, որ շատինում արջերն արդեն խանգարում են գյուղացիներին, հատկապես երեխաների դպրոց գնալու և վերադառնալու ժամերին են անհանգստանում։ Առաջարկում է կենդանիներին տեղափոխել վայրի բնություն կամ հատուկ պայմաններ ստեղծել նրանց համար։ Մարգարիտայի զկեսրայրը 69-ամյա Մերուժ Ղազարյանն ասում է, մարդիկ են մտել արջերի տարածք։ Հեմի շատ է, որ մարդն է մտել արջի տերիտորիան, արջի իր տերիտորիան ունի, մարդը որ մտել արջի տերիտորիան, արջին չես կարող հանես, արջին իր տերիտորիան ունի։ Հիմա մենք արջի տերիտորիայում։ Այոս։ Դուք ձեր տունը արջի տերիտորիայում եք։ Այոս։ Նախքան տունն էլ էստեղ արջի տերիտորիա եղել։ Արջը թող մեզ հետ ապրի, արջը ազնիվ կենդանի, արջը չի խանգարում, ոչ բան։ Վերջին անգամ երբ եք արջին հանդիպել։ Ամեն օր ես հանդիպում եմ, սարն եմ ես, ամեն օր արջ եմ տենում, այծ եմ տենում, գել եմ տենում, ամեն օր կա արջ։ Օրվա մեծ մասը սարերում անցկացնող շատինցիները գիտեն, որ արջերի հետ կռիվ տալու փոխարեն ներդաշնակ ապրելու պայմաններ պետք է ստեղծեն։ Երկիր մոլորակը բոլորիս տունն է, ասում է Մերուժ Ղազարյանը։ Արջերն էլ մարդկանց նման ամեն օր պայքարում են ապրելու համար։ Խմբերով ով իր բանն ունի էլի, ընկերություն ունի, իր ձախերի հետ առանցին, ամեն մարդ իր տերիտորիան ունի արջ։ Դուք ճանաչում եք իրանց դեմքերով։ Իհարկե ճանաչում, ոչ բոլորին, բայց ասենք տեղ կա տերիտորիաները գիտեն։ Արջ կա, որ ասենք 3 հատ ձակ ունի, առանցին իր ձախերի հետ ապրում, մի ուրիշ տեղ կա առանցին բուսակեր են, կարող անասուն են վնասել չտան։ Մեղրի կարող է վնաս չտա, արջ կա, որը մեղրի հետ լավ է, մեղրի վնաս կտա։ 14 թոռ ու 3 ծոռ ունի Մերուժ Ղազարյանը։ Բոլորը շատինում են ապրում։ Ընտանիքի միակ զբաղմունքն անասնապահությունն է։ Տարիներ առաջ նաև մեղվաբուծությամբ են զբաղվել։ Զկեսրայրի սիրելի գործը հիմա հարսը։ Մարգարիտան է շարունակում։ Մեղվապահությամբ զբաղվել եմ 2 տարի, արդեն զբաղվում եմ 2 տարի։ Նշեմ, որ տարիներ առաջ զկեսրայրս ունեցել է մեղվանտանիքներ, զբաղվել է, սակայն ինչ-ինչ պատճառներով էլ չի ցանկացել զբաղվել մեղվաբուծությամբ։ Լսելով, որ նման ծրագիր կա, մասնակցել եմ 3 օրվա, 4 օրվա դասընթացներին ստացել եմ սերտիֆիկատ և այսօր էլ տեսնում եմ արդյունքը, որից շատ շնորհակալ եմ։ Մարգարիտան մեկն է այն 30 սկսնակ կամ անփորձ մեղվապահներից, որոնք մասնակցել են վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հատուկ ծրագրին։ Հիմնադրամը նրան 500,000 դրամի մեղվաբուծական բարձրորակ գույք է տրամադրել։ Վայոց ձորի գրեթե բոլոր բնակավայրերում հիմնադրամը տարբեր տարիներին մարդու և վայրի կենդանիների հակասությունը մեղմող միջոցառումներ է արել։ Գյուղացիներին էլեկտրական ցանկապատեր է նվիրել, կազմակերպել բնապահպանական դասընթացներ։ Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասում է, որ մարդ-արջ կոնֆլիկտը լուծելու կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր են մշակել։ Մենք ունենք 2 մոտեցում, դա շատ մեկը կարճատև լուծումների միջոցով կանխել արջերի ուրեմն մոտենալը բնակավայրերին, դա նաև իր մեջ ներառում է որոշակի միջամտություններ արհեստական կերակրումներով, որը բավականին լավ արդյունքներ է տվել, եւ ունենք երկարատև պլանավորված միջոցառումներ, որոնց շարքում է նաև ուրեմն վայրի պտղատու անտառների հիմնումը եւ իրականում կոնֆլիկտի մեծ հատվածը դա բավականաչափ սնունդ չունենալն է վայրի բնության մեջ արջերի համար։ Ինչ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համագործակցում է Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբանության ինստիտուտի հետ, որպեսզի պարզի կոնֆլիկտի առաջացման պատճառները և արջի քանակը։ Հիմնադրամի տվյալներով 2023-ին արջերը բնակավայրերի են մոտեցել 108 անգամ, 2024-ին 83։ Ռադիոլուրը մի քանի օր առաջ էր եղել Վայոց ձորի Վերնաշեն գյուղում։ Բնակիչներն ասում էին, որ վախենում են մութն ընկնելուց հետո տնից դուրս գալուց։ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը համարում է, որ խնդրի լուծումը գյուղի փողոցների ամբողջական լուսավորումն է։ Վերնաշենի հետ կապված ասեմ, տեսեք մենք նշել ենք, որ ներդրումներ են կատարվել լուսավորության ոլորտում։ Այստեղ նաև պետք է տեղի իշխանությունները, վարչական ղեկավարները խորքային ուսումնասիրություններ կատարեն եւ առաջարկներ անեն։ Մենք բոլոր տեղերում տեղադրենք լուսավորություն ապահովենք, մոտ ժամանակներում հնարավոր չէ, ապագայում դա հնարավոր է։ Եղեգիսու մտադիր են արջերի համար անհասանելի աղբամաններ ու հատուկ ցուցանակներ տեղադրել։ Հիմնադրամը նաև 3 էկոակումբ է բացելու տասնյակ երեխաների ներգրավվելով մեկամսյա բնապահպանական դասընթացների։ Գյուղացիներին արդեն 50 էլեկտրական ցանկապատ են նվիրել։ Նախատեսում են ևս 15 տրամադրել։ Ասում են, մեղվափեթակների վրա հարձակումները նվազել են 60%-ով։ Անահիտ Սվարյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։